Ողջույն, այսօր Civilnet podcast-ի հյուրը Ադամ Կապլանյանն է, սոցիալական ձեռնարկատեր, գինեգործ Ալեքսանդրիա Վայների ընկերության հիմնադիր։ Ողջույն, պարոն Կապլանյան։ Ողջույն, շնորհակալ եմ ստել հրավիրացեք։ Ես եմ շնորհակալ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Կապլանյան, դուք համադրում եք երկու շատ հետաքրքիր ոլորտներ, երկու շատ հետաքրքիր աշխարհներ, տեխնոլոգիաներ եւ գինիներ, երկուսի մասին էլ այսօր կխոսենք։ Սկսենք առաջինից։ Վերջին շրջանում Հայաստանում անցկացվեցին հետաքրքիր բավական միջոցառումներ, որոնցից մեկը Սիլիկոնյան լեռներ 2025 գագաթնաժողովն էր, դուք մասնակցեցիք որպես բանախոս եւ թեման իհարկե ամենաարդիական թեմաներից մեկն էր արհեստական բանականության անատոմիան։ Որպես Սիլիկոնյան հովտի հնաբնակ կարող եմ ասել վետերան մարդ, որ տասնամյակների փորձ ունի այս ոլորտում, ինչ եք զգում, ինչ եք կարծում AI-ի արհեստական բանականության վերաբերյալ, արդյոք վախեր ունեք, որ այն դուրս է մղելու մարդուն, արդյոք սա հնարավորությունների հսկայական պատուհան է, ինչ կասեք։ Ընդհանրապես մարդիկ վախենում են այն բաներից, որ ենք չեն հասկանում։ Այո։ Բայց իրականության մեջ վախենալք բան չի գնում։ Մենք չենք օրինակ եթե հեռախոս վերցրես, հիմա գվա հեռախոսները, ոչ մեկը չգիտեր հեռախոս ինչպես աշխատում, բայց մարդիկ օգտագործում են։ Նույն ձևով իմ կարծիքով արհեստական բանականությունը, որ մեր սոցիալական ցանցի մեջ որ գմտնա եւ մարդիկ ավելի հանգիստ կսկան եւ սկսին օգտագործել, ինքը սովորություն կդառնա իմ կարծիքով։ Ինչպես որ միշտ եղած է մարդկության պատմության մեջ եւ նոր տեխնոլոգիա կա, մարդիկ վախենում են եւ չեն հասկանում ինչ է, բայց երբ որ իրենք ավելի մանրամասն հասկանան, եւ պետք չունի մանրամաս, հասկանան որ դա օգուտ է եւ վնաս չէ, անշուշտ իր հետևանքները կա մարդկանց զարգացման առումով տնտեսական կետնի վրա փոփոխություններ շատ բիլա եւ նույն ժամանակ ուսուցական ոլորտի մեջ շատ մեծ փոփոխություններ բիլան, բայց իմ կարծիքով դա պետք է մենք ընդունենք եւ սովորենք եւ օգտագործենք ի վնաս մարդկության։ Այն փոխելու է մասնագիտություններ, ամբողջական ոլորտներ, այստեղ նույնպես չունեք մտավախություններ։ Ամեն նոր որ տեխնոլոգիա կա, փոխում է մի բան։ Այո։ Այսինքն մի քիչ ավելի շատ փոփոխություններ գլա, բայց չեմ կարծեր իմ կարծիքով դեռ մենք սկիզբն ենք արհեստական բանալի։ Հիմա ահագին ինչպես ասենք արձագանքներ կան, մարդիկ ահագին գարձիկներ ունին, բայց իմ գարձիկով դեռ շատ սկիզբն են կրնամսել զերոական մագարտակի վրա եմ։ Դե եկող 10-15 տարվա մեջ լրիվ բիտ փոխվի իմ գարձիկով նոր ինչպես նոր ծավալներ մենք պիտի իմանանք, պիտի հասկանանք ինչպես ավելի արդյունավետ է օգտագործել, մենք պիտի իմանանք եւ ոչ միայն մենք արհեստական բանականությունը մեզ պիտի սովորեցնի մենք ինչպես իբր մարդ ապրենք, որ վերջերս իրենք մեր վրա հիմնված ենք եւ մենք պետք է ինչ որ մեզ իրենք պիտի ուղակցին ինչ ձևով մենք երկիրը ինչպես համերաշխ վահենք։ Իմ կարծիքով, Նուբարաֆյան շատ երաժշտական բան ասեց ան Silicon Mountain-ին, որ այնտեղ դարբեր բանականություն կա, artificial, բանգա եւ իմաստություն գա մարտի իմաստությունը եւ նույն ժամանակ գա աշխարհի փնության ասոնք ամեն իրար հետ պետք է համացան աշխատեն։ Դա ինձ համար շատ հետաքրքիր է։ Այսօր մենք խոսում ենք ոչ թե եկող 5-10 տարվա, երևի 50 տարվա դարույց ինչպես ասամեն իմաստությունները միասին համերաշխով դիգնան աշխատել։ Տեսեք, ոչ միայն Սիլիկոնյան լեռներ միջոցառման, այլ նաև մյուս միջոցառում, օրինակ Digitech-ի ժամանակ մի քանի ելույթներ լսեցի, անդադ խոսվում է Հայաստանը AI պետություն դարձնելու, AI քարտեզի վրա, գլոբալ քարտեզի վրա Հայաստան դնելու մասին։ Եթե փորձենք շատ սթափ, առանց պատրանքների, առանց ավելորդ երասկոտության գնահատել, ձեր գնահատականը ո՞րն է, որտեղ է այսօր Հայաստանը այդ քարտեզի վրա։ Իմ կարծիքով Հայաստան ունի շատ մեծ պոտենցիալ AI-ի, որով մենք շատ լավ մասնակիցներ ունենք, ծրագրավորներ ունենք եւ պատրաստված մասնակիցներ կան։ Եթե մենք մեր ուսումնական համակարգը զարգացնենք արագ ծավալով եկող 20 տարվա մեջ, իմ կարծիքով մենք կրնանք առաջնակ
հերթ երկիրներն են AI-ի, որով ինքը մեծ գումարներու պետք չէ, այո, մեծ կոմպյուտերային infrastructure պետք է, but in terms of capital, որով արդարություն չի գա, ամենը մտքի ալգորիթմի արդարությունն է, որ մենք մեր երեխեքը, մեր երկիրը ինքը պատրաստված ենք դա անոր եւ գրնա մենք շատ մփաներ որ մենք արդեն գործունեած ենք իդ վերագանքնենք անմիջոցով անորոմոր ես potential-ը շատ մեծ տեսնում եմ որ Հայաստանի համար մեծ օգուտ կգնալ եւ պետք է ամեն ցեվով մենք ընդունենք եւ արագ շարժվենք անողությամբ դուք համարում եք ինչպես եւ շատերը որ մեր ամենամեծ ներուժը եւ ամենամեծ առավելությունը դա տաղանդն է հայկական տաղանդը մենք ուրիշ բան չունենք այո ոչ նավթ ունենք ոչ զովափի ապրում ենք մենք միան գրնանք մեր դաղանթի վրա հիմնվել եւ առասական բանականությունը մեզ արիտ կուտա որ մենք առաջնակարգ երկրներն լինենք այդ դեպքում վերադառնալով այո ձեր հարցադրմանը որ մենք պետք է կրթությունը զարգացնենք ակնհայտորեն կհամաձայնեք որ այսօր այն տեմպերով չի զարգանում եւ այն մակարդակի չէ որը պետք է լինի ինչն է խանգարումս ձեզ զարգացնել այսօր կրթությունը որտեղից սկսել չէ որ Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի անգամ շեշտեց կրթություն հայ որ իր այո Փանահոստիա մեջ անդադ գրթություն գտություն եւ շիրակը հերանագար նայես եթե հիմա մենք առանց գրթության մենք առաջնագար գիրներ չենք կրնալ դա հիմնական է բայց երկար ժամանակ կդեվի անգրտությունը գիրարելը սերունդ պատրաստելը մինիմում 20 տարի կդեվի մեր խնդիրը չեմ գնարսել մանրամասն վերևից չեմ խորացել գրթական համագարկի մեջ ինչ են խնդիրներ գիտեմ որ ահագին աշխատանք են դանում գետրոնացում գա եւ առաջնագար ռազմական ուղղություն է երկրին համար ես համաձայն եմ Նիկոլի բարոն վարչապետի հետ հոն մինչև 20 տարի ինչ պիտենք ալա է խնդիրը մենք հիմա շատ մեծ քանակի մասնակիցներ ունենք թեգուց մենք ունենք արտասահման ահագին մասնակիցներ բայց դեր պայմաններ չկան որ իրենք հոսքան եւ աշխատեն եւ ինչ որ զարգացնել եթե մենք կրնանք եկող 20 տարվա մեջ արիտներ ստեղծել ոչ միայն հայ մասնակիցներու բայց ողջ աշխարհին որքան աստեղ ապրեն աստեղ աշխատեն հնարավորություններ տանք իրենք աստեղ ընկերություններ սարքեն քյուդեր առաջ բերեն այն ժամանակ մինչեւ որ մենք գրթության համագարկը ինչ որ գառուցենք շիդակցեվով որ հաջորդ սերունդը կշարունակի դա հիմնական խնդիրն է մեր Դուք նշեցիք դրսից մասնագետներ բերել եւ ակնհայտորեն ոչ միայն հայ մասնագետներ, բայց իմ հարցը վերաբերում է Հայաստան-Սփյուռք կապերին, հատկապես պատերազմից հետո բոլորը փորձում են վերաձևակերպել այդ կամուրջը, այդ կապը, փորձել հասկանալ արդյոք անջրպետ կա այդ երկուսի միջև թե ոչ, եւ իմ հարցը հետեւյալն է, ըստ ձեզ կա իսկապես Հայաստանի եւ Սփյուռքի միջև անջրպետ, որ պետք է հաղթահարել թե ոչ, եւ եթե կա, ինչն է պատճառը Նորեն հիմնական Սփյուռքի հարցը դժվար հարց է, որով մենք մեկ երկրի մեջ Սփյուռք չունենք, ողջ աշխարհի մեջ ինչ տարածված են։ Մեր Սփյուռքի հայերը դարբեր երկրներում ապրում, դարբեր աստեցությունների տակ, դարբեր մտածելակերպություններ։ Նույն քաղաքականություն չեն կրնար որթեքրել, որ նույն ծևի կան։ Դարբեր բաժանորոշ մարդիկ չեն համոզված չեն, որ Հայաստան կան ապրել։ Ամեն մեկ զանազան հետո անդեղ է որ Սփյուռքի մեջ ընտանիք ունիս թորներ ունիս մի քիչ դժվար է թողել ամենը եւ իդ վերադառնալ Հայաստան անշուշտ պետք է մենք կետրոնանք մասնակիցներու վրա հենց առաջին որ մենք իրենց գիտությունը մենք գրնանք օգտվել իրենց մենք կոնե 1-2-3 տարվա համար կան ասե աշխատին խումբեր սարքեն ծրագիրներ ինչ որ առաջ տանին եւ մեր նոր սերունդին սովորեցնել դա հնարավորություն շատ կա որով վստահ եմ որ շատ մասնակիցներ գուզեն ցեվով իրենց ներմուծում ունենան հայրենիքում բայց արիտները պետք է մենք ստեղծենք շիդակ արիտները սելով աբրուստի տրանսպորտի աբահավության Եվ արդեն երկիրը բավական զարգացել է վերջին 10 տարվա։ Դուք տեսնում եք այդ առաջընթացը։ Ակնհայտ հայտնի է որ շատ զարգանում է, բայց անդե ուրիշ հարցեր դուրս եկավ, հիմա թրաֆիկը կա, խցանումներ ամենը, հիմա ոտո եմ գնում, մեքենա չունեմ, որ ավելի արագ հասնում եմ մի տեղ Երևանում կամ մեքենա։ Այսինքն ենթակառուցվածքները պետք է զարգացնել, որպեսզի նաև մարդկանց հոսքը։ Հա, որ անդեղ եթե մետրոն գրնանք ավելի ինտենսիվ modernization-ել
public transportation զարգացնել, դրանք ամեն հարցեր են, հետո ձխոտ է, գեղդոտ է, շինարարություն շատ, աս ամեն հնարավորությունները պետք է ինչ-որ նվազեցնենք իրենց նեգատիվ բանը, որ մարդիկ կան, բայց ամենացած ոլորտին ամեն բան լավ է, ռեստորաններ կա, մարդիկ հանգիստ են, ապահով են, ընտանիք որ կա, օրինակ երեխեքեր գրնան փագը մինչև երկար խաղալ, ծնողները պետք չունի մտածել, անվտանգություն նկատի ունի, շատ, այո, շատ գավեր, անանք որ դե ժամանակ, բոլոր ժամանակ կդեվե, բայց եթե մենք գնանք շիդակ պայմաններ մենք ստեղծենք, վստահ եմ, որ սպյուրքահայեր մասնակիցներ, այո, թող կան տուրիստներ, թող կան ուրիշներ, բայց հիմնական մեր տեխնոլոգիա որի մեզ մասնակիցներ պետք է։ Դարբեր ուղղություններուն, որ մենք գործված ենք սովետական միության փլուզման հետո ինչ որ բավական մենք մասնակիցներ գործված ենք որոշ ուղղություններուն, որ հիմա դժվար է վերականգնեցնել զերոյից, անանք որ անպայման դրսի մասնակիցները պետք է որ մենք վերականգնեցնենք։ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո շատերը սկսեցին վերաիմաստավորել իրենց անցած ճանապարհը, արածը, չարածը, վստահաբար դուք էլ ձեր համախոհների հետ ստեղծել եք հայ զինվորի եւ ընտանիքի բարեկամներ ոչ առևտրային կազմակերպությունը, կցանկանայի մի փոքր ներկայացնեք, ինչ եք արել մինչեւ այսօր, որոնք են ձեր ապագայի ծրագրերը։ Մենք ուրեմն ես որոշեցի հիմնել պատերազմեն հետո պլատֆորմ, որ դրսի հայերը, մանավանդ մասնավոր Ամերիկայի հայերը, որ գրնան իրենց ինչ-որ ներդրումներ ունեն իօգուտ մեր շահառուներուն, որով մահացած մեր զինվորներ ընտանիքներ են թեգուց ծնողքը կամ գինը կամ զավակները ես կնամ ասել 4 տարվա մեջ մենք մինչև $300,000 հավաքել ենք 2 կամ 3 հոգի հետ ես կամ որ ակին նամակություններ ես կգրեմ մարդոց պրոգրամներ կներկայացնենք Հայաստան ունենք մեկ հատ աշխատավոր որ ինքը գազམ་ագերբում է որ մեկ միություններուն կամ որ մեկ գազམ་ագրությունն դա նպաստավոր է մեր հավաքած գումարները իրենք գիրարեն եւ նույն ժամանակ մենք ամեն 3-4 ամիս անգամը մենք կամպեյն ենք անում որը որոշել ենք օրինակ վերջին անցյալ տարվա արասկիզբի $30,000 հայ որդի ծրագիրի համար մենք օրինակ գումար հավաքեցինք եւ ահագին մեծ օգուտ տվավ Ղարաբաղի վերադարձած հայերը իրենց երեխեքով Նաև այսինքն Արցախից վերադարձած Չէ, գիտես իրենք որոշ այո, նույն ժամանակ, բայց հիմնականը մեր զինվորներուն է եւ այնտեղ մենք զոհեր ունենք, որը մենք չենք նայում ադիգա Արցախի հայ է կամ Հայաստանի հայ է, եթե զինվորը նվիրված մահացած է պատերազմի ժամանակ կամ անդամալուց է մենք խդություն չենք անել։ Ես շատ ուրախ եմ, որ մի 5-6 ծրագիրի մենք արդեն աջակցած ենք մոտ $300,000, հիմա մենք նոր ծրագիրներ ենք նայում, որ ինչ կրնանք նորեն կամպեյն անել, ասեգող դարվա ընթացքում ես բանակցության մեջ եմ մի հիմնարկի հետ համերգա, որ մենք եթե 30,000 հավաքենք մեկ կամպեյնի, իրենք 30,000 կաճակցենան ժամանակ գումար 2 անգամ ավելի գլա։ Եվ այս նախաձեռնությանը միանալու համար պետք է մտնել Friends of Armenian Soldier and Family.org կայք մեր հեռուստադիտողների համար Հայ շնորհակալ եմ գրնակ օրինակ բնալ եւ այնտեղ ծեր donation անել գրնակ ամեն ամիսին էլ կամ մեկ անգամ անել այնտեղ դարբեր ծրագիրներ կան եւ նոր ծրագիրներ պիտի հայտարարենք եկող ամիսներուն Պարոն Կապլանյան, ուրեմն վերջին տարիներին ավելի հաճախ ենք լսում, որ նավթի գազի դարաշրջանն ավարտվում է, ածխաջրածիններն ի վերջո ավարտվելու են հատկապես Ադրբեջանի համատեքստում եւ պետությունների բարեկեցությունը հիմնվելու այլևս տեխնոլոգիական առաջընթացի վրա։ Դուք որպես այս ոլորտի հնաբնակ ինչպես եք տեսնում Հայաստանի անվտանգության հայեցակարգը առաջիկայում։ Ինչի վրա է այն հիմնվելու։ Մենք շանս ունենք ավելի արժանապատիվ դիրք գրավելու մեր հարևանների համեմատ։ Մենք միշտ շանս ունենք, եթե մենք միավոր աշխատենք եւ բոլոր մեր ուժերը ներգրավենք եւ համագործակցենք։ Դա հստակ է, որով մենք ավելի բարձր մագարտակի հեղինակություն ունենք եւ մեր տեխնոլոգիան շատ առաջ է քան թշնամին եւ այո, իրենք հիմա նավթ ունին, ավելի հզոր են, բայց դա
20 տարի վերջ լրիվ իր պատկերը գտես փոխվի։ Ինչի համար, որով եթե մենք անընդհատ տեխնոլոգի զարգացում ունենանք եւ նոր հնարավորություն ունենանք, դա անիկա մեծ հզորություն է մեզ համար, որ ճշնամին մի 10 անգամ հաշվի գա մտածի, մինչև որ մի բան անի, այնպես որ իրենք հիմնված են դրսից զենքեր վերցնեն եւ գիրարել պատերազմին։ Մենք գնանք զենքեր ստեղծել ասել։ Մենք հնարավորություն ունենք։ Եվ սա իրական է։ Շատ իրական է։ Այսօր կա ԱԱԿ-ին ընկերություններ, որոնք արտադրում են բարձր որակի, բարձր տեխնոլոգիա, որ գնամսել մի քանի հատ յուրահատուկ է բանի համար աշխարհի միջավայրի մեջ։ Այնպես որ այսօր մենք տեսնում ենք Ուկրաինա օրինակ փոքր դրոներով միլիոնավոր վնասներ հասնում մեծ հզոր ռուսական իշխանության։ Այնպես որ մենք հնարավորություններ ունենք, բայց պետք է ինչ-որ խելոք աշխատենք, մենք անընդհատ զարգանանք եւ այո, նավթային եւ գազի դեպոզիտներ ժամանակի ընթացքին գտնվազին, բայց չեմ կարծեր ամեն աշխարհը նավթեն եւ գազեն զրկվին, դա միշտ պիտի մնա։ Հիմա չեմ գնարսել ընդհանրապես մենք հիմա գիտենք, որ իրենց ռեսուրսները բագասում է, բայց գտեսնես մի 5 տարի վերջ նոր դեղը կբացահայտի, որ նոր դեպոզիտներ կան եւ անանք որ մենք չենք կրնար անոր վրա բիան վստահել, սպասել, որ իրենց նավթի ռեսուրսը մենք պետք է գործենք։ Եվ ես միշտ ասել եմ, որ մեր հերու աբական որ նայենք, այս շրջանը միշտ անստաբիլ վիճակի մեջ պիտի մինչև 70-80 տարեկան։ Ես միշտ մարդոց ասել եմ, երբ որ Օսմանական գասությունը փլուծվեց առաջին համաշխարհային պատերազմին, մինչև այսօր 115 տարի վերջ, 10 տարի վերջ, անկայուն վիճակ է միջին արևելք։ Երբ որ Սովետ միությունը, Խորհրդական միությունը փլուծվեց, նոր ամեն անգամ որ Empire-ը փլուզվում է անդեղ unstable վիճակի երկար ժամանակ։ Ես իմ դեսլականս անի որ եկող 70-100 տարի ասպոր ողջ շրջանը unstable վիճակի մեջ է։ Անակ որ մենք պետք է պատրաստենք։ Դուք պատասխանի սկզբում նշեցիք, եթե միավորվենք, ձեր փորձը ինչ է հուշում, մեզ դժվար է միավորվել, սա է նաև գլխավոր խոչընդոտներից մեկը։ Միավորվել քիլս պետք է մենք ասկային նպատակներ հստակ լա բոլորին։ Եվ ոչ թե միան Հայաստանի հայերի համար, բայց բոլոր ասկին, քանի մենք այնտեղ պոտենցիալ 7 միլիոն դաղանտավոր հայեր ունենք եւ գտնան իրենք մաս կազմել, եթե հստակ ծրագիր գլա ասկային, եթե հստակ ծրագիր չկա, ամեն մեկ անում է ինչ որ ինք կարծում է որ դա լավ է ասկին համար։ Որտեղ եք տեսնում Հայաստանը 10 տարուց։ Տեսնում եք։ Թե դժվար է, ինչպես նշեցիք, այս անկանխատեսելի եւ անկայուն շրջաններում։ Մի քիչ դժվար է 10 տարի project-ն էս, որով 10 տարի առաջ օրինակ ես չէի ասել, որ մենք պատերազմ ունենք եւ ոչ պատիվով բարդական դուրս պիտի կանք։ Այնպես որ բայց ես ժամանակ չեմ նայել, ես ուղղության վրա գետրոնացած եմ, ինչ ուղղության մենք աշխատում ենք։ Մենք շիդակ ուղղությունները, որ մենք զատենք, մեր դեսլական հստակը լա, մենք անպայման գկոյադևենք երկար ժամանակ։ Անանք որ ես չեմ ուզեր 10 տարվա կամ 5 տարվա կամ 15 տարվա մասին խոսիլ։ Եվ զրույցի վերջում ուզում եմ այն ձեր երկրորդ աշխարհի գինեգործության գինու մասին, ինչպես հասկանում, դա ձեր այսպես երկրորդ սերն է գուցե, որը դուք շատ հաջող համադրում եք տեխնոլոգիաների հետ։ Ես չեմ հարցնի, թե ինչպես սիլիկոնյան հովտից որոշեցիք գալ գինու աշխարհ, դուք ասում եք, որ սա ոչ թե պարզապես գինեգործություն, այլ փիլիսոփայություն է, ինչպես նաև ասում եք, որ ինչ որ մի պատմություն եք պատմում գինու միջոցով։ Ո՞րն է այդ պատմությունը, որ պատմում եք։ Պատմությունը հետևյալն է, ես ուրեմն 2017 թվականին որոշեցի այգիներ խաղողի այգիներ հիմնել եւ իմ բիզնես կապարս մի քիչ տարբերվում է մնացածներից անառումով ես որոշեցի Հայաստանի terroir-ը ներկայացնեմ terroir ասելով Հայաստան terroir-ը մի քիչ կոմպլեքս բառ է դա բարունակում է հողի բաղությունը կլիմայի հովի ջուրի
արևի ընդում, ամենը միասին terroir-ն է։ Եվ հստակ էր ինձի համար երկար ժամանակ ուսումնասիրելով, որ աշխարհի ամենալավ քինիները գալիս են ամենալավ terroir-ներ են։ Անկախ ինչ տիպի քինի են, օրինակ ֆրանսիացիները հետա պետք չունենք ֆրանսիացիներ տանք, ավելի առաջ գնանք ուրարտուներու ժամանակ, ուրարտուները, որ իրենց կետրոնը Վան եղած էր իշխանության, եւ իրենք այնտեղ լավ հին քինեկորձ այգիներ ունեն եւ լավ քինի էր մշակում, իրենք միշտ փնտրում են նոր terroir-ի մասին։ Ան իրենց արիթով, որ ան վախտի եկան մինչեւ վայացոր եւ հոն հայդավերեցին վայացորը հսկայական terroir է։ Իրենք չէին նայում, որ գնային հանկից օրեն Վանի ուրիշ շրջանը խաղող դնգեն եւ շարքացին։ Բայց terroir-ը հենց համար կարեւոր է։ Առանց գիտություն ունենալու ֆրանսիացիները 1855 թվին Grand Cru Classification-ը որոշեցին Բորդոյի որ մեկ հողամասները ամենալավագույն Grand Cru-ը։ Չասեցին քինի սորտը ինչ է, ով է քինեկորձը, կորձարանը ոնց է, աս շրջաններ ամենալավ քիներ։ Եվ ուղղակի եթե ուսումնասիրես հիմքը երթաս 95% քինի որակը terroir-ին գալիս է։ Ուրեմն իմ առաջին նախնական կամ առաջին կորձ եղավ terroir նայել ուր գնալ։ Ուրեմն ես 3 terroir կդա, մեր բրոշյան գոդագի terroir-ի մեջ է, ինքը շատ մոդ է արակածոտ է 1 կիլոմետր հեռու է իմ այգիները։ Նորիեդեսիա, որ արակածոտն terroir է, այնտեղ 40 հեկտար ունենք եւ Rind արենիում ունենք 20 հեկտար։ Եվ որոշեցի ան terroir-ին մեջ դնգել որտատումներ, որ ամենալավ պայմաններով գնան այնտեղ լավ։ Թեգուց իրենք միջազգային սորտեր են։ Ամբողջ ես հայկական սորտերի հետ նպատակը միայն հայկական սորտերը չի։ Նպատակը terroir ներկայացնելն է։ Ուրեմն բրոշյան այգիները ես ունեմ Riesling, որ հայկական առաջին Riesling է։ Շուտով կունենամ Pinot Noir Caldari շուգա, որ սկանչելի Pinot Noir է, նորեն առաջին Pinot Noir-ը գլա։ Ունիմ Chardonnay, ունիմ Muscat, որ բոլորը ինչ որ միջազգային տարբերակներ են։ Նորիեդեսիա ունիմ Bordeaux varietal, նույն ժամանակ ունիմ խնդողնի, սիրենի եւ արենի անշուշտ ամեն այգիներու մեջ արդեն ունիմ հայկականներ եւ գնամսել եվրոպական կամ international varietal։ Հուսամ որ ես կրնամ ներկայացնել մի 10 տարվա մեջ լավագույն բարձր որակի քինիներ, որ փորը աշխարհը իմանա, որ դու գնաս լավագույն Cabernet սարքես Հայաստան կամ լավ Pinot Noir սարքես Հայաստան։ Այն ժամանակ իմ կարծիքով մեծակորձ ընկերությունները, որ քինիով գան Հայաստան ներդրումներ գնեն, joint venture գնեն, դա իմ կապարս։ Եվ իմ վերջին հարցը, տեսեք շատ նորաձև մի բառ կա, պետության բրենդ կառուցելը։ Եթե մենք փորձենք Հայաստանի բրենդը կառուցել, գինին այդ բրենդի բաղադրիչներից մեկը կլինի թե ոչ։ Հաստատ գլինի, որով մենք բոլոր դվյալներ ունենք առաջնագարկ քինի կորձի կամ մշակման, որ ամեն դվյալները մենք ունենք։ Բայց դա այնտեղ մեծ ներդրում պետք է ոչ թե միան կորձարան հիմնել, այգիներ հիմնել, բայց նույն ժամանակ բրենդ անելու իբր Հայաստան, ոչ թե իբր Alexandria Winery կամ ուրիշ winery եւ չի խորանանք խաղողի սորտերի վրա եւ այո, մեր արենին ունեք շատ մեծ potential ունի։ Ես գնամ ասել առաջնագարկ 3 քիններից Pinot Noir, Cabernet Sauvignon եւ արենին շատ մեծ potential ունի, բայց մեր խնդիրը մենք խնդիր չի, առավել մենք դեռ չենք հասկանում, որ մեկ արենին մի 10-15 տարբեր արենի ունենք եւ ինչպես պետք է մշակենք այգիներ եւ ինչպես կինի սարքենք, դե ժամանակ պետք է մեզի, բայց վստահ եմ, որ եկող 10-15 տարվա մեջ մենք կգտնանք ան արենին, որ գրնա լավագույն քինիները մեկը Հայաստանում։ Շնորհակալ եմ պարոն Կապլանյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ Ստելա ջան, որ մեզ հրավիրեցիք։ Հիշեցնեմ Civilnet-ի ստուդիայում էր Ադամ Կապլանյանը։